Բարև ձեզ, Ազատյան լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Չկա մի հայ, ով չիմանա Տիգրան Մեծի մասին, հատկապես այն, որ Տիգրանի օրոք Հայաստանը ծովից ծով էր եւ համաշխարհային մակարդակով գերհզոր տերություն։ Թեմայի շուրջ կխոսենք Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող պրոֆեսոր Հայկ Հակոբյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, այսօր ներկայացնելու ենք Տիգրան Մեծին, նրա գործունեությունը եւ անմիջապես անցնեմ առաջին հարցին։ Տիգրան II Մեծը եւ ինչպես հայտնվեց պատմության թատերաբեմում, ինչ տվյալներ կան նրա կառավարման շրջանի, սկզբնական շրջանի վերաբերյալ։ Ամբողջ հայոց պատմության ընթացքում ամենախոշոր պատմական դեմքերից մեկն է եւ պատմական դեմքի ուժը մենք չափում ենք ոչ թե նրա արշավանքների քանակով, նրա հաղթանակների թվով, այլ այն բանով, թե ինչ չափով է նա կարողացել խթանել ժողովրդի զարգացումը, ժողովրդի ապագան եւ ըստ էության կարելի է ասել, որ մի քանի պատմական անձինք կան եւ դրանցից մեկը Տիգրան Մեծն է, որը զգալի չափով խթանել է հայերի հարատևումը, զարգացումը, մեր օրերում որպես ժամանակակից ազգ կայացումը, շնորհիվ իր գործունեության իր ներքին եւ արտաքին քաղաքականության։ Ցավոք, անտիկ ժամանակաշրջանում մենք ապրել ենք մի քանի դարեր, որոնք կարելի է կոչել պրոտո-պատմական ժամանակաշրջան։ Դա մի ժամանակաշրջան է, երբ աղբյուրները մեր մասին, սեփական գրավոր աղբյուրները գրեթե գոյություն չունեն։ Ավելի ճիշտ դրանք եղել են ժամանակին, մասնավորապես Տիգրան Մեծին նվիրված մի աշխատություն է եղել առնվազն, որը իր պալատում է ստեղծել պալատական պատմիչներից մեկը, ծագումով հույն, այն ցավոք մեզ չի հասել։ Եղել են հավանաբար ուրիշ գործեր, որոնք մեզ չեն հասել, այնպես որ Տիգրան Մեծի դարաշրջանի եւ իր գործունեության վերաբերյալ մեր հիմնական աղբյուրը ավելի ուշ ժամանակ միջին դարերում ստեղծված հայկական գրավոր աղբյուրներն են, հիմնականում Մովսես Խորենացին եւ մի շարք ավելի ուշ շրջանի հեղինակներ, իսկ Տիգրան Մեծին ժամանակակից գրավոր աղբյուրները դրանք հունական, հռոմեական, փոքրասիական, օրինակ Մեմնոնը, սիրիական աղբյուրներ են։ Բնականաբար երկու տիպի աղբյուրները ունեն իրենց առավելությունները եւ թերությունները։ Առավելությունը հունահռոմեական աղբյուրների այն է, որ նրանք ժամանակակից են Տիգրան Մեծին եւ անմիջապես տաք հետքերով կարող են մեզ տեղեկություններ հայտնել, որքան էլ դրանք սուբյեկտիվ լինեն։ Եվ հետեւաբար թերությունը նրանք սուբյեկտիվիզմն է։ Նրանք հայ ժողովրդի պատմության վերաբերյալ տեղեկացրել են այն, ինչ իրենց հետաքրքրել է, այն, ինչ իրենց հուզել է, ընդ որում այնպիսի խմբագրմամբ, որը հաճախ տրամաբանական չէ եւ հաճախ իրականությանը չի համապատասխանում։ Հայկական աղբյուրների առավելությունը այն է, որ նրանք բավական անաչառ են սեփական պատմության վերաբերյալ, բայց ունեն մի թերություն։ Դրանք դարեր հետո են գրվել, հետեւաբար լավագույն դեպքում արձագանքներ են այն իրադարձությունների, այն գործընթացների, որոնք տեղի են ունեցել նախկինում։ Սրանով հանդերձ հնարավոր է զգալի չափով վերականգնել հայոց պատմության հելենիստական շրջանը եւ մասնավորապես մեզ այսօր հետաքրքրող Տիգրան Մեծի ժամանակաշրջանը։ Տիգրան անունը բավական հետաքրքիր առաջավոր ասիական խնդիր է, քանի որ առաջին անգամ հանդիպում է Էգեյան ծովի ավազանում Տիգրան անունով մի պարսից պաշտոնյա կար, ավելի ճիշտ աքեմենյան բանակի ծովակալներից մեկը Էգեյան եւ Միշերական ծովերում, որը բավական խորը հետք է թողել աքեմենյան պատմության մեջ։ Եվս մի քանի հոգի այդպես հիշատակվում են եւ հետագայում աքեմենյան վերնախավի մեջ այդ անունը բացակայում է։ Եվ հայտնվում է մեկ էլ մի դեպքում Տիգրան Երվանդյանի անձի հետ կապված, որը տվյալ դեպքում
Հայաստանի թագավորն էր հետ ուռարտական ժամանակաշրջանի։ Տիգրան Մեծը հայտնի է նաև նրանով, այսինքն նա պատիվ էր բերում իրեն, հետագայում նրա նախորդներին պետք է պատիվ բերեր, հետին թվով նաև այն, որ իրենք նախորդել են Տիգրան Մեծին, այն, որ Արտաշես առաջինը հայոց խոշորագույն արքաներից մեկը, որի անունը հիշատակվում է մի շարք մեր թվականությունից առաջ երկրորդ դարի աղբյուրներում, բավական խոշոր մի քաղաքական դեմք էր մերձավոր արևելքի ասպարեզում եւ նա մասնակցել է որպես հաշտարար դատավոր փոքր ասիական պատերազմի ուրեմն վերջում լուծելու համար երկու խոշոր խմբավորումների միջև ցակած դիվանագիտական եւ տարածքային խնդիրները։ Ահա այս հզոր թագավորը, որը կարողացավ վերամիավորել հայկական հողերը, Տիգրան Մեծ երկրորդի պապն էր։ Հետևաբար Տիգրան Մեծը, որը հասավ հետագայում մի հսկայական կայսրության, պատահական տեղում չէր ծնվել եւ պատահական հապճեպ արդյունքների չէր հասել, Հայաստանը մի հզոր երկիր էր, որը մի անգամ չէ որ կայսրություններ է տվել աշխարհին եւ ուրեմն այդ կայսրությունները բավական մեծ հետք են թողել մերձավոր արևելքի պատմության մեջ։ Հետևաբար Տիգրան Մեծի կայսրությունը առաջինը չէր հայկական լեռնաշխարհում որպես կայսրություն եւ նրա շուրջը այնուամենայնիվ հզորագույններից մեկն էր, եթե ոչ ամենահզորը, որը խորը կնիք է դրել ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային մի շարք ազգերի պատմության եւ հետագա ճակատագրի մեջ։ Հետևաբար Տիգրան Մեծը ով էր, մենք կարող ենք պատասխանել հետևյալ կերպով։ Տիգրան Մեծը Երևանդունի հայկական հարստության ճյուղերից մեկի ժառանգն էր, լիիրավ ժառանգն էր, որը հայոց գահին բարձրացավ իր հաջորդի Տիգրան առաջինի գահակալումից անմիջապես հետո ժառանգելով նրանից մի հզոր թագավորություն, որը պետք է դառնար շուտով շատ ավելի մեծ մի քաղաքական միավորում կայսրություն։ Պարոն Հակոբյան, Տիգրան Մեծի եւ Միհրդադ եւ Պատոր Պոնտացու հարաբերությունների մասին կցանկանամ, որ մենք խոսենք, ով էր Միհրդադ եւ Պատոր Պոնտացին, Պոնտոսը ինչպիսի երկիր էր եւ այս երկուսի հարաբերությունները ինչ եզրահանգում ունեցան։ Տիգրան երկրորդը հզոր է համաշխարհային պատմության մեջ ոչ միայն որպես զորավար։ Վերջին հաշվով շատ զորավարներ են եղել, որոնք ճակատամարտեր են շահել, բայց դիվանագիտական ասպարեզում թույլ գտնվելով տանուլ են տվել ոչ միայն իրենց նվաճումները, այլև անձնական ունեցվածքը, իրենց կյանքը։ Այդ Տիգրան Մեծը բավական բալանսավորված գործիչ է եղել, հզոր նրանով, որ նախ եւ առաջ զորավար էր, խոշորագույն, դրա մասին են դատում հունահռոմեական աղբյուրները եւ երբեմն օբյեկտիվորեն, երբեմն նույնիսկ սուբյեկտիվ նրանց կարծիքները ցույց է տալիս նրա հզորությունը։ Տիգրանը խոշոր դիվանագետ է եղել եւ Տիգրանը եղել է նաեւ խոշոր տնտեսական գործիչ։ Բավական է ասել, որ Տիգրան երկրորդ Մեծի ժամանակ է, որ Մետաքսի ճանապարհը, որը Չինաստանից պետք է ձգվեր դեպի Եվրոպա, դեպի հարավային Եվրոպա, միջակրական ծովի ավազանը հենց Տիգրան Մեծի ժամանակ նրա գահակալման սկզբում ստացավ իր գործունեության համար լավագույն ասպարեզ, լավագույն թափ։ Հետևաբար Տիգրան Մեծը ոչ միայն արժևորվում է մեծ հայքի շրջանակներում իր գահակալման հենց առաջին տարիներին, այլև սևեռուն ուշադրություն էր դարձնում իր հարևան երկրների վրա, ընդ որում հարևան երկրները եւս ոչ պակաս նախանձախնդիր էին նման հզոր դաշնակից ունենալու համար։ Եվ այս հանգամանքներում Տիգրան Մեծը մերձենում է Պոնտոսի թագավորական ընտանիքի հետ, որի պարագլուխը Միհրդադ եւ Պատոր Պոնտացին էր կամ Միհրդադ 6-րդը, ինչպես պատմության մեջ հայտնի է։ Տիգրանին պատմության մեջ բախտ է վիճակվել դաշնակցել, գործ ունենալ մի շարք Միհրդատների հետ արևելքում եւ արևմուտքում։ Հետևաբար մենք պետք է տարբերենք այդ Միհրդատներին ըստ էթնիկական ծագման եւ ըստ իրենց գրաված դիրքի եւ գործունեության։ Միհրդատ եւ Պատորը բավական հետաքրքիր պատմական անձ է, անհանգիստ
եւ մինչեւ իր կյանքի վերջը, մինչեւ բաբախում էր նրա սիրտը, վերջին բաբախումները Միհրդադ Եվպատորը Հռոմի երթվյալ թշնամին էր եւ Միհրդադ Եվպատորը միշտ ուներ ծրագրեր միավորել ամբողջ Փոքր Ասիան եւ անցնել դեպի Բալկանյան թերակղզի առնվազն Միհրդադ Եվպատորի ծրագրերը ինչ որտեղ համընկնում էին Տիգրան Մեծի եւ հայկական վերնախավի Մեգիստանների ծրագրի հետ, քանի որ մի կողմից Միհրդադ Եվպատորին անհրաժեշտ էր ամուր մեջք, արևելքում որտեղ ինքը վստահ կլիներ, որ որևէ հարված չի ստանա դեպի արևմուտք շարժվելուց, իսկ Տիգրան Մեծին եւ նրա նախորդ երկու առնվազն թագավորներին անհրաժեշտ էր նույնպիսի ամուր հուսալի դաշնակից, արևմուտքից, Եփրատի մյուս ափից, որպեսզի կարողանան իրականացնել իրենց հիմնական ծրագիրը մերձավոր արևելքի տարածքում մինչև Ինդոսի ափերը, որոնք ըստ էության հայկական վերնախավի կողմից իրականացվեցին։ Ժամանակին, երբ Աքեմենյան կայսրությունը արդեն կործանմանը մոտ էր, Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի հարվածի տակ, մերձավոր արևելքում մի մեծ շարք տարածքներ ուղղակի անցան հույն մակեդոնացիներին։ Իսկ տարածքների մի մասը կարողացան, քանի որ ազգային բավական ամուր ձևավորված հորինվածք ունեին, կարողացան իրենց անկախությունը մի առ ժամանակ գոնե, եթե ոչ երկար ժամանակ պահպանել եւ այդ երկրներից մեկը Կապադովկյան էր։ Կապադովկյան Հայաստանի արևմտյան հարևանն էր մի հսկայական երկիր, որը տարածվում էր Կիլիկիայի հյուսիսային սահմաններից մինչև Սև ծովը։ Կապադովկիայի տակ մենք հասկանում ենք մի քանի տերմիններ ժամանակի ընթացքում, մեկը մեծ Կապադովկյան է, որը տվյալ տարածքն էր գրավում, որը մենք անվանեցինք Կիլիկիայից դեպի Սև ծովը, ապա ժամանակի ընթացքում Կապադովկյան տրոհվեց երկու մասերի։ Հարավային փոքր մասը կոչվեց Կապադովկիա պատմության մեջ, իսկ հյուսիսային ավելի մեծ մասը, որի մեջ ընդգրկվում էր նաև փոքր հայքի զգալի մասը, կոչվեց Պոնտոս։ Ահա Պոնտոսի գահակալները իրենց ցակոմնաբանությունը հաշվում էին Աքեմենյան թագավորներից, ինչպես նաև Հայաստանի գահակալները։ Համենայն դեպս ժառանգական որոշակի կապ գոյություն ուներ Աքեմենյան արքայա դուստրերի օգնությամբ եւ թագավորներից յուրաքանչյուրը, այդ թվում նաև Տիգրան Մեծի նախորդները եւ ինքը գտնում էր, որ մերձավոր արևելքի տերը դարե երրորդից հետո իրենք պետք է լինեն ամբողջ մերձավոր արևելքի, ընդ որում այդ մերձավոր արևելքը հասնում էր ընդհուպ մինչև Բալկանյան թերակղզին, քանի որ Աքեմենյանները նվաճել էին Մակեդոնիան, Թրակիան եւ Հունաստանը։ Միհրդադ Եվպատորը իր դրոշը դարձրել էր Աքեմենյան դրոշը Կիսալուսինը եւ ուրեմն նրան հանդիպակաց աստղը եւ մեծ այդպիսի նկարտումներ ուներ, մեծ ծրագրեր ուներ դեպի արևելք եւ արևմուտք։ Եվ այս պայմաններում Միհրդադ Եվպատորը եւ Տիգրան Մեծը հանդիպեցին հավանաբար առաջին անգամ Տիգրան Մեծի թագադրության ժամանակ մեր թվականությունից առաջ 95 թվականին հայոց մայրաքաղաքներից մեկում կամ տաճարներից մեկում եւ տեղի ունեցավ այսպես կոչված դինաստիական մի պայմանագիր, դինաստիական ամուսնություն եւ Տիգրան Մեծը ամուսնացավ երկրորդ անգամ, հավանաբար արդեն բաժանված էր իր առաջին կնոջից Զարուհուց, ամուսնացավ Պոնտոսի արքայի դուստրերից մեկի Կլեոպատրայի հետ։ Այդ ամուսնության պտուղը եղավ հայ արքայազններից մեկը, մինչև վերջերս կարծում էին, որ դա Տիգրան Կրտսերն է, հզորագույն պատմական գործիչներից մեկը, որը պետք է արժևորվի ըստ արժանվույն Միհրդադ Եվպատորի թոռը, իրականում ինչպես հայ պատմագրությունը վերջին 20 տարիների ընթացքում վերլուծել եւ պարզել է, Արտավազդ երկրորդ թագավորն էր, մեր ամենաինտելեկտուալ, ամենահզոր թագավորներից մեկը, որը իրավացիորեն Տիգրան Մեծի արժանի ժառանգներից մեկն է։ Ահա Պոնտոսը եւ Մեծ հայքը կնքեցին պայմանագիր, մենք պայմանագրի կետերը չգիտենք, հավանաբար նրանք ներառում էին
փոխադարձ օգնություն, զանազան ռազմական գործողությունների մեջ, հավանաբար այնտեղ ներառում էին ավարի բաժանումը իրար մեջ, շարժական եւ անշարժ գույքը, հավանաբար տարբեր ձևով էր կիսվում այս երկու կողմերի միջև։ Համենայն դեպս Տիգրան Մեծի հետաքրքրությունը արևելքում ոչ այնքան Միհրդադ Եվպատորի տերություններ, նրա ծրագրերը դեպի արևմուտք շարժվել, որտեղ Տիգրանի ծրագրերը համենայն դեպս դեպի հարավ եւ արևելք շարժվելն էր, Աքեմենյան տերության միջուկը նորից վերականգնելն էր եւ շատ հեռահար եթե կային այդպիսի ծրագրեր, ծրագրերից մեկը նոր պիտի լիներ Եփրատից այն կողմ շարժվելը, բայց Տիգրան Մեծը երբեք չէր մոռանում եւ հայությունը երբեք չէր մոռանում դարեր շարունակ Կոմագենեի, Ծոպքի թագավորների հետ միասին, որ գոյություն ունի Եփրատից այն կողմ փոքր հայք եւ փոքր հայքը, փոքր հայերը, այսպես կոչված, միշտ ձգտել են դեպի Հայաստանի մնացած մասը, քանի որ Հայաստանը ըստ էության սկսվել է փոքր հայքից, որը փոքրացավ այն բանից հետո, երբ բարձր հայքը որոշ տարածքներ անցան մեծ հայքին եւ հարևան երկրներին։ Ահա Միհրդադ Եվպատորը ինքը իր գործունեության կարիերայի սկզբում նախ եւ առաջ փախավ իր հայրական տնից եւ ապաստան գտավ փոքր հայքում, փոքր հայքի ազնվականության եւ թագավորական տան շրջանակներում եւ Միհրդադ Եվպատորի առաջին այդպես կոչված Տիտղոսը եղել է ուրեմն հայոց թագավոր։ Միայն դրանից հետո Միհրդադ Եվպատորը դարձավ հայկական փոքր հայկական ուժերի միջոցով վերանվաճելով ուրեմն հայրական գահը իր դարձավ Պոնտոսի թագավոր։ Ահա Տիգրան Մեծին ավելի շատ հետաքրքրում էր փոքր հայքի ճակատագիրը, եթե ոչ տվյալ պահին, այլ հեռանկարում, եւ ուրեմն նրան հետաքրքրում էր նաեւ ծոփած երկրի արևմտյան սահմանների ճակատագիրը, որտեղ գաղտնիք չի արդեն պատմագրությունը լավ ուսումնասիրել է, որ ծոփքը, որը նախկինում պատմաբանների կողմից կոչվում էր մեծ ծոփք, գրավում էր Եփրատի երկու ափերը։ Ժամանակակից ուրեմն առումով Տավրոսյան լեռների հարավային մասը Եփրատից այս կողմ եւ այն կողմ եւ մասնավորապես նաեւ Տավրոսյան լեռների հյուսիսային մասերը եւ փաստորեն Հայաստանի սահմանները, պատմական Հայաստանի սահմանները հասնում էին Կեսարիա կամ Մաժակ քաղաքից ոչ հեռու, մոտավորապես մի 100 կիլոմետր դեպի արևելք եւ Տիգրանի ծրագրերի մեջ ակնհայտորեն մտնում էր այդ տարածքների վերականգնումը վերամիավորումը պատմական Հայաստանի մեծ մասի հետ, որը կոչվում էր Մեծ Հայք։ Ահա այս պայմաններում Տիգրան Մեծը եւ Միհրդադ Եվպատորը միացան իրար եւ կնքեցին դաշինք, բայց դա չէր նշանակում, ինչպես եվրոպական պատմաբանների մի մասը իրավացիորեն ասում է, դա չէր նշանակում, որ Տիգրանը կամակատար էր լինելու Միհրդադ Եվպատորի արևմտյան արշավանքների ժամանակ ընդդեմ Հռոմի։ Տիգրան Մեծը ուներ իր ծրագրերը եւ իր ծրագրերի մեջ Միհրդադ Եվպատորի հետ դաշինքը կազմում էր ընդամենը ծրագրերի մի մասը։ Պարոն Հակոբյան, ասացիք, որ Տիգրան Մեծին ավելի շատ հետաքրքրում էր փոքր հայքը եւ այդ տարածքները, որպեսզի նա վերանվաճեր այդ բոլոր տարածքները, եւ հենց դա էր նպատակ, որ նա սկսեց իր արշավանքները դեպի Կապադովկիա, Ծոփք, Կիլիկիա, Փյունիկիա, ինչպես տեղ ունեցան այդ արշավանքները, ինչ հաջողություններ արձանագրեց Տիգրանը եւ արդյոք նա կարողացավ վերականգնել, վերանվաճել այն, ինչ որ ցանկանում էր անել։ Շատ հետաքրքիր զուգահեռ կարելի է անցկացնել Վանի թագավորության միջուկի եւ նրա շուրջը Վանի թագավորների կողմից ընդարձակված տարածքի եւ մյուս կողմից Տիգրան Մեծի տերության միջուկի եւ նրա շուրջը ընդարձակված եւ հայկական թագավորությանը միացված, հայկական թագավորությունը կայսրության վերածված ուրեմն տարածքների ուրեմն նվաճման ստրատեգիայի մեջ։ Բնականաբար մերձակա երկրները պետք է նախ եւ առաջ նվաճվեին Տիգրան Մեծի կողմից, որպեսզի ամուր վահան դրանք ստեղծեին հզոր մի շարք տերությունների, դրանցից մեկը Պարթևական տերությունն էր եւ մյուսը Սելևկյան տերությունը դրանց միջև։ Եվ Տիգրան Մեծը հեռանկարային ուրեմն իր ծրագրով նվաճեց Հայաստանից հարավ գտնվող փոքր երկրները, դա կարելի է կոչել հյուսիսային միջագետք, որտեղ ընդգրկված էին Ադիաբենեն, Օսրոենեն, մասնավորապես
նախկին Ասորեստանի մի մասը եւ հյուսիսային Սիրիայի մի մասը, իմիջիայլոց դրանից դեպի արևմուտք։ Ապա Տիգրան Մեծի հետաքրքրության շրջանակներում մտնում էր նաեւ Կուր գետի ավազանը, ոչ միայն Կուր գետի հարավային ափը, այսինքն բուն պատմական Հայաստանը, այլև հյուսիսային ձախ ափը, որը երկար ժամանակ հայկական պետականության կողմից նվաճված է եղել եւ յուրացվել է, քաղաքակրթվել է դեռևս Արտաշես Մեծի ժամանակ, եթե ոչ նրանից առաջ։ Ահա Տիգրան Մեծը Վիրքը, հարավային Միջագետքը նվաճելուց հետո մարտահրավերը սկսում նետել Միջագետքին։ Միջագետքում գտնվող Պարթևական սատրապը այնքան էր հզորացել, որ արդեն ձեռք էր մեկնում Պարթևական կայսրության հզոր թագավոր Միհրդատ II Մեծի դեմ։ Միհրդատ Մեծը այն պատմական հզոր անձանցից մեկն է, որը մեծ ազդեցություն է ունեցել մերձավոր արևելքի պատմության մեջ։ Միհրդատ Մեծ Պարթևի ճակատագիրը իհարկե ձևավորվեց շատ փոփոխական կերպով։ Միհրդատ II Մեծը հավանաբար իր կողմից մեծ լումա է ունեցել, որ հայկական գահին բազմի Տիգրան Մեծի հոր մահվանից հետո, Տիգրան I-ի մահվանից հետո իրեն ավելի մոտ, իրեն ավելի հասկանալի գտնվող իր հետ խնամիական կապեր ունեցող մեկը, որը Տիգրան Մեծն էր։ Հիշենք, որ Տիգրան Մեծի դուստրը ամուսնացած էր Միհրդատ II Մեծի հետ։ Տիգրան Մեծը նաև Պարթևական կայսրությունում ուսումնասիրում էր տվյալ հարցի վերաբերյալ մենք փաստեր չունենք, բայց դա ակնհայտ է։ Մենք կարող ենք դա վերլուծել, երևակել, որ Պարթևական բանակը նրա հզորության, նրա հաջողության արգասիքները եւ իհարկե դա հեծյալ նետաձիգներն էին, հեծյալ նետաձիգները, որոնք սարսափ էին սփռում ամբողջ աշխարհում, ամենայն դեպս մերձավոր արևելքում, եւ Տիգրան Մեծը կարողացավ ավելին ստեղծել, քան Պարթևական հեծյալ նետաձիգները։ Նրա բանակը ավելի հզոր էր, ելնելով նետաձիգների բալիստիկ հնարավորություններից, որ ուրեմն ընձեռում էր նրա զենքը, նրանց կարգապահությունից, որ սրսկել էր նրանց մեջ Տիգրան Մեծը, եւ ուրեմն Տիգրան Մեծը նաեւ սա համատեղում էր մի հզոր հետևակով, որը ուներ ծանր եւ թեթև հետևակ, Սա մի բանակ էր, որին հավասարը երկար ժամանակ մերձավոր արևելքը չունեցավ նույնիսկ հռոմեացիների օրոք։ Ահա Տիգրան Մեծը այսպիսի ծանոթություն ունեցավ Միհրդատ II Մեծի հետ եւ դա ճակատագրական նշանակություն ունեցավ նրա կայսրության ստեղծման եւ ծավալման համար։ Երբ Միջագետքի սատրապը ապստամբեց Միհրդատ Մեծին, ապա կարծես թե Տիգրան Մեծի ձեռքերը ազատվեցին։ Տիգրան Մեծի կողմից ուղղակի պատիվ պիտի լիներ Միջագետքը նվաճել, ապստամբ Միջագետքի ուրեմն սատրապին ծնկի բերել եւ սա երկու էֆեկտ ունեցավ։ Էֆեկտներից մեկը այն է, որ Հայաստանը տարածվեց Կովկասյան լեռներից, Կուրի ավազանից, Սև ծովի ափերից մինչև Պարսից ծոց եւ կարողացավ մի հսկայական սահման ունենալ Սելևկյան կայսրության հետ։ Մյուս կողմից գնալով Պարթևների մեջ դինաստիական կռիվները ուժեղացան, քանի որ Միհրդատ II-ի ճակատագիրը այդպես էլ պարզ չի, նրա թագավորության վերջում իսկ արևելքում ձևավորվում էր մի հզոր թագավորություն, որին պարթևները երբեք չեն նվաճել, եթե ելնենք հունահռոմեական աղբյուրներից, եւ այս թագավորության հիմնական տվյալ դեպքում վեկտորը պետք է լիներ դեպի արևելք։ Եվ ժամանակի ընթացքում նվաճելով Հայաստանից հարավ եւ հյուսիս գտնվող երկրները Տիգրանը ուներ մի հիմնական ցանկություն եւ իհարկե ցանկությունը համատեղելի էր նրա հնարավորությունների հետ նվաճել արևելքը, նվաճել ուրեմն Աքեմենյանների սահմանը մինչև Ինդոս գետի ավազանը եւ Տիգրան Մեծը իրականացնեց դա իր փայլուն ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ձիրքի շնորհիվ եւ սրա շարունակությունը պիտի լիներ Տիգրան Մեծի կողմից Սելևկյանների ժառանգությանը տեր կանգնելը։ Տվյալ ժամանակ կային մի շարք խոշոր տիրակալներ եւ Սելևկյանները ծանր ու թեթև էին անում, բալանսավորում էին, թե արդյոք նրանցից որին է հարմար հրավիրել Սիրիա
Անտիոք մայրաքաղաք Սելևկյանների հարստությանը տիրանալու համար, որտեղ մի խայտարակ վիճակ էր Սելևկյան վերջին թագաժառանգների միջև ընթացող պատերազմների հետևանքով, Սիրիան ուղղակի քայքայված էր եւ տնտեսապես եւ քաղաքական առումով եւ հիմնականում նրան սպառում էր Եգիպտոսը, Պտղոմեոսյան, մակեդոնական մի ուրիշ թագավորություն եւ նրան սպառնում էին իհարկե հռոմեացիները։ Մենք գիտենք, որ 189 թվականին Անտիոքոս III մեծի Սելևկյան հզորագույն թագավորներից մեկի կողմից կրած պարտությունից հետո Մագնեսիայի ճակատամարտում Սիրիան աստիճանաբար զիջում էր իր տարածքները փոքր Ասիայում եւ Սիրիան զիջեց նաեւ տարածքները Միջերական ծովի ավազանում։ Ահա այս պայմաններում ծանր ու թեթև էին անում, թե ով է լինելու այն անձը, որը տիրելու է Սիրիային եւ ապահովելու է նրա համար գոնե միառժամանակ խաղաղություն եւ տնտեսական եւ մշակութային բարեկեցություն եւ իհարկե այս պահին հիմնական տեխնացուն դարձավ Տիգրան Մեծը, իթիվս Միրդատ եւ Պատորի եւ մի շարք այլ գահակալների եւ իհարկե դա իրականանալի չէր, եթե Տիգրան Մեծը իր հզորությունը ցույց տար միջազգային ասպարեզում, որքան որ Տիգրան Մեծին նվիրեցին Սիրիան, այնքան էլ Տիգրան Մեծը նվաճեց այդ Սիրիան իր հեղինակությամբ եւ Եփրատի ամբողջ ափով կանգնած իր հզոր բանակով եւ դրան ցավոք խանգարեց Միրդատ եւ Պատորի այդ խոշոր քաղաքական գործի արկածախնդրությունը արևմուտքում, որը բացարձակ չէր մտնում Տիգրան Մեծի ծրագրերի մեջ։ Պարոն Հակոբյան, ասացիք, որ Միրդատ եւ Պատոր Պոնտացին շատ արկածախնդիր էր, նա Հռոմի հետ անընդհատ խնդիրներ ուներ եւ հենց դա էր Միրդատ եւ Պատորի եւ Լուկուլոսի բախման պատճառը, որի հետևանքով Միրդատը հայտնվեց Հայաստանում եւ հենց այդտեղից էլ ծագեց հայ-հռոմեական պատերազմ ասվածը։ Ինչպես տեղի ունեցավ այդ պատերազմը եւ Տիգրանակերտը ինչպես գրավվեց, Արարածանու ճակատամարտի մասին կցանկանամ նաև մանրամասնել։ Միրդատ եւ Պատորը լինելով խոշոր քաղաքական գործիչ, շատ նուրբ դիվանագետ, հավանաբար իր ծրագրերի մեջ ուներ հետևյալ մի կետը. հարձակվելով Հռոմի վրա, հռոմեական կետերի վրա, Փոքր Ասիայում, մասնավորապես Փոքր Ասիայի արևմտյան շրջանում, որը արդեն վեր էր ածվել Ասիա պրովինցիայի, հռոմեացիների կողմից ասիական նահանգի, դրա մեջ մտնում էր ընդ որում նաև ուրեմն Լիկիան եւ Կիլիկիայի մի փոքր մասը, նա հույս ուներ, որ կարող է այս արկածախնդրության մեջ ներքաշել նաև Տիգրան Մեծին։ Ընդ որում Տիգրան Մեծի ծրագրերի մեջ բացարձակ սա չէր մտնում։ Հայաստանը եւ Հռոմը բավական հեռու իրարից երկրներ էին, համենայն դեպս նրանց միջև գոյություն ուներ մի քանի պետություն, դրանցից մեկը հզոր պոնտական պետությունը, եւ Տիգրան Մեծի հիմնական նպատակն էր ամուր մեջ կունենալով արևմուտքից իրականացնել իր տնտեսական, քաղաքական, մշակութային ծրագրերը, այդպես կոչված հելենիզացումը, որը չէր նշանակում էթնիկական հելենիզացումը իր տարածքի, այլ ժամանակի տեխնիկական, մշակութային, լավագույն նվաճումները ներարկելը իր կայսրության մեջ, որը պիտի մեծ շահույթներ բերեր եւ մեծ ապագա խոստանար իր տերությանը եւ նրա միջուկին մեծ հայքին։ Ահա այս պայմաններում Միրդատ եւ Պատորը անհասկանալի կերպով հզոր բանակ ունենալով ըստ էության հիմնականում բարենային բնույթի պատերազմ մղելու հետևանքով տանուլ տալով, քանի որ հռոմեացիները հիմնականում պոնտացիներից զրկեցին պաշարներից, սնունդից, հսկայական զորքը կերակրելու հնարավորություններից, աստիճանաբար ուրեմն Միրդատ եւ Պատորը հայտնվեց Եփրատի ափերին։ Եփրատի ափերին փախչելու ուրիշ տեղ չկար։ Միրդատ եւ Պատորը ուներ մի մեծ տարածք Սև ծովի հյուսային ափերին, դա Բոսպորի թագավորությունն էր, որը ժամանակին նրան հրավիրել էր օգնության եւ օգնողը այդպես էլ չէր ուրեմն վերադարձել, ուրեմն օգնությունը իրականացնելուց հետո եւ ուրեմն կցել էր այս եվրոպական մասը իր տերության ասիական մասին, սակայն Բոսպորը բավական հեռու էր Միրդատ եւ Պատորից եւ նրա այդպես վստահելի ապավենը պետք է լիներ մեծ հայքի թագավորությունը, առավել եւս Միրդատ եւ Պատորի դուստրը, ինչպես մի քիչ առաջ ասացինք, Կլեոպատրան դուստրերից մեկը ամուսնացած էր մերձավոր արևելքի
հզոր գահակալի Տիգրան II մեծի հետ։ Սակայն սրանով Միհրդադ եւ Պատորը արչի ծառայություն մատուցեց մեծ հայքի թագավորին, քանի որ իր հետ բերեց դեպի արևելք հռոմեական զորքերին, որոնք առաջին քայլը որ կատարեցին դիվանագիտական, իհարկե շատ կոռեկտ քայլ իրականացրեցին Լուկուլլոսի դեսպանի Կլոդիոսի օգնությամբ վերադարձրեք մեզ Միհրդադ եւ Պատորին։ Սա մի հարցադրում էր, մի մարտահրավեր էր դիվանագիտական, որի տակ մի շարք հոսանքներ կան, ուրեմն մի շարք շերտեր կան։ Արդյոք ով է այս տարածաշրջանի տերը, ով ում թելադրում է զանազան պայմաններ։ Եվ իհարկե մի երկրի, որը դեռևս չի փայլել, Փոքր Ասիայում ներկայացուցիչ մի փոքրիկ դիվանագետի ուրեմն պահանջները Տիգրան մեծը իհարկե պետք է խոնարհեր։ Մյուս կողմից երևի զանազան ձևերով ցույց տալով, որ այնուամենայնիվ Հայաստանը մնում է չեզոք հռոմեական կայսրության նկատմամբ եւ առայժմ ըստ էության Արտաշես մեծից հետո Հայաստանը եւ Հռոմը դաշնակիցներ էին ընդդեմ Սելևկյանների։ Շատ հետաքրքիր մի իրավիճակ էր։ Եվ այս պայմաններում Միհրդադ եւ Պատորը ամենայն հավանականությամբ կատարեց մի ուրիշ հետաքրքիր իհարկե ճակերտների մեջ քայլ, նրա կայազորը նրան շրջապատող զորքերը մտան Տիգրանակերտ քաղաքը եւ ըստ էության մի ուրիշ թիրախ դարձրեցին այս մայրաքաղաքը հռոմեացիների համար, որոնք տվյալ դեպքում ունեին որոշակի արդարացում, իհարկե ոչ 100%-անոց, որ նրանք շարժվում են դեպի արևելք Միհրդադ եւ Պատորի զորքերին վերջ տալու համար։ Այս պայմաններում իհարկե Տիգրան մեծը, որը գտնվում էր Պաղեստինում, իմացավ, որ ինչ որ մի ավազակ, ինչպես դրա մասին գրում է Մովսես Խորենացին եւ դրա մասին գրեթե նույնությամբ գրում է Հովսեփոս Ֆլավիոսը, հրեա պատմիչներից մեկը, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը, որպես գրավոր աղբյուր, տվյալ դեպքում մտել է Հայաստան եւ այնտեղ սանձարձակությունները սկսել եւ Տիգրան մեծը թողնելով Պտղոմայիս քաղաքի պաշարումը, որը գրեթե արդեն նվաճված էր, այնտեղ օրերի խնդիր էր, վերադարձավ Հայաստան եւ ինչ տեղի ունեցավ մի բան, որը պատմագրության մեջ կոչվում է հայ-հռոմեական պատերազմ, իհարկե դա Միհրդատյան պատերազմի ուղղակի մի մասն էր, որտեղ հայերը այնտեղ որևէ խոշոր մասնակցություն չունեին դիվանագիտական առումով, հայերը ընդամենը իրենց ծրագիրն էին իրականացնում, հռոմեացիներին դուրս էին շպրտում հայոց երկրից, հետագայում տեսնելու համար, թե խաղաղվելուց հետո ինչ դիվանագիտական նոր իրողություններ են սահմանվելու Փոքր Ասիայում եւ Հայաստանի սահմանների շուրջ։ Ահա այս պայմաններում փաստորեն Լուկուլլոսը Ապիոս Կլոդիոսի դիվանագիտական ուրեմն ձեռնարկումներից հետո հայտնվեց Հայաստանի արևմտյան եւ հարավային ուրեմն սահմաններում։ Հայ-հռոմեական պատերազմը, այսպես իհարկե կարող ենք մենք պայմանական կոչել պատմագրության մեջ այդ իրադարձությունները, գուցե մեր հերավոր նախնիները նույնիսկ այդպիսի պիտակում դրան չեն տվել, գուցե տվել են, ասենք, պատերազմը Լուկուլլոսի դեմ, մարտահրավերը Պոմպեոսից եւ այլն, այս հայ-հռոմեական պատերազմը սկսվել էր մի քիչ ավելի շուտ, Սուլայի օրոք, մեր թվականությունից առաջ 90-ական թվականներին, երբ մեկ հռոմեացիներն էին մտնում Կապադովկիա, մեկ հայերը։ Հռոմեացիները տարբեր պատճառներով հեռանում էին, հայերն էին մտնում։ Հայերը տարբեր պատճառներով հեռանում էին, որովհետև հարավային, հյուսիսային սահմաններ գոյություն ունեին, օգտվելով այդ առիթից հռոմեացիներն էին մտնում դեպի Կապադովկիա։ Համենայն դեպս այս պահին Կապադովկիան մի երկիր էր, ի նկատի ունենք մեծ Կապադովկիայի հարավային մասը, փոքր Կապադովկիան իր մաժակ սահմանով, որը գտնվում էր Միհրդադ եւ Պատորի եւ Տիգրան մեծի վերահսկողության տակ եւ տվյալ դեպքում տարածքը հիմնականում տնօրեն էր Միհրդադ եւ Պատորը, բայց տարածքում հիմնական տոնը տալիս էր հավանաբար ելնելով պայմանագրից Պոնտոսի եւ Հայաստանի միջև Տիգրան մեծը։ Ահա այդ պայմանների մեջ նաև այն կետը պետք է լիներ, որ Տիգրան մեծին էր պատկանում ամբողջ շարժական գույքը։ Հետևաբար տեղի բնակչությունը հելենիստական մի շարք պոլիսներից Տիգրան մեծը
կարող էր տեղափոխել իր կայսրության նորաստեղծ քաղաքները, Տիգրանակերտ անունով մի շարք քաղաքները, Տիգրանի անունով մի շարք ավանները, առավել եւս այդ բնակչությունը մի անգամ արդեն ըմբոստացել էր Տիգրան մեծի դեմ եւ ոչ առաջին անգամ։ Այսպիսի պայմաններում Սուլան փաստորեն բավական արագ պայմանագիր կնքեց Միրդադ եւ Պատորի հետ, քանի որ սպառնալիքներ էին իրեն սպասում Հռոմում եւ արագ շարժվեց, ուրեմն հասնելով Բրոնդիզ նավահանգիստը հարավային Իտալիայից շարժվեց դեպի Հռոմ եւ այսպես ավարտվեցին Սուլայի, Միրդադ եւ Պատորի եւ շատ ավելի ուրեմն հերակա Տիգրան մեծի եւ Սուլայի հարաբերությունները, հիմնականում ռազմական գործողությունները։ Այ հաջորդ этапը պետք է լիներ մեր թվականությունից առաջ 69 թվականին, երբ Լուկուլոսը առանց հաշվի առնելու գեոքաղաքական իրողություններ, որոնք անպայման պետք է հաշվի առներ, փորձելով լրացնել իր բացերը, տնտեսական բացերը, փորձելով վերադարձնել իր հսկայական պարտքերը, որ նա կուտակել էր փոքր Ասիայում աշխարհուների նկատմամբ եւ Հռոմում մասնավորապես, նա շարժվեց դեպի Հայաստան։ Կարելի է այդ ուրեմն տեղաշարժը բաժանել մի քանի փուլերի։ Այդ փուլերից ամենակարևորագույններից մեկը Տիգրանակերտի պաշարումն է հռոմեացիների կողմից, հայկական ուրեմն հատուկ ուժերի կողմից Տիգրանակերտի միջից կանանոցի եւ գանձերի դուրս բերումն է, ապա այսպես կոչված Տիգրանակերտի ճակատամարտն է։ Ես պատահական չէ, որ ասում եմ այսպես կոչված, որովհետև իրականում այդպիսի ճակատամարտ տեղի չի ունեցել, տեղի ունեցել փոքր բախումներ, ուղղակի փոքր հայկական եւ հռոմեական ուժերի միջև, որի հետևանքով իհարկե հռոմեացիները որևէ շահույթ չստացան, իսկ ուրեմն Տիգրան մեծը ներքաշեց հռոմեական զորքերին դեպի Տավրոսից հյուսիս եղած հատվածները հայկական կայսրության միջուկին ավելի մոտ, որտեղ մի սարսափելի ջարդ տվեց Արարածանի ճակատամարտում, որից հետո ցնորված հռոմեացիների ուղակի մնացուկները ահավոր մի սպանդ տեղի ունեցավ, իհարկե հռոմեացիներն էին դրանում մեղավոր, նրանք ուղղակի քաշվեցին դեպի ուրեմն Եփրատից արևմուտք եւ քաշվեցին փոքր Ասիայի կենտրոնական շրջաններից դեպի արևմուտք։ Տիգրանը տիրում էր այդ պահին Գալացիան, միջեզոք գոտի ստեղծելով Հռոմի եւ Հայաստանի միջև դիվանագիտական առումով հնարավոր լինել լուծել այս խնդիրը։ Ինչ էր ուզում Լուկուլոսը եւ որքանով էր Լուկուլոսի գործողությունը շահավետ հռոմեական կայսրությանը, որքանով է հռոմեական կայսրությունը պատասխանատու Լուկուլոսի այս արարքների վերաբերյալ եւ հռոմեական կայսրությունը արդյոք պատրաստ է հայկական կայսրությանը մուծել ռազմատուգանքներ հռոմեացիների ուրեմն ավերածությունների, ուրեմն հետևանքների համար։ Ահա սրանից հետո գալիս է հաջորդ փուլը հայ-հռոմեական դիմակայության, որը կապված է Պոմպեոսի եւ Տիգրան մեծի, մասամբ նաեւ Տիգրան կրտսերի ուրեմն փոխադարձ ուրեմն գործողությունների հետ։ Բազմաթիվ տվյալներ կան, ինչպես նաև բազմիցս շոշափում է այն, որ Տիգրանը այդ պատերազմին մեծ զորքով էր հանդերձ գալիս, 300,000-անոց բանակ էր հանել հռոմեացիների փոքրաթիվ բանակի դեմ։ Փորձենք կոտրել այդ բոլոր կարծրատիպերը, տեսակետները եւ իրականում Տիգրանը ինչ զորքով էր այդ պատերազմին մասնակցում, եթե կարելի է դա պատերազմ անվանել։ Իրականում որևէ կարծրատիպ գոյություն չունի հայկական եւ հռոմեական զորքերի թվաքանակի եւ նրանց իհարկե մարտական ոգու եւ ռազմական ուժի հնարավորությունների վերաբերյալ նման կարծրատիպ գոյություն ունի ընդամենը պատմագրության մեջ անտիկ ժամանակաշրջանի եւ նման մի օրինակ կբերեմ, որը ծիծաղելի է եղել նույնիսկ հռոմեացիների համար այն ժամանակ։ Պատկերացեք, երկու բանակներ հարձակվում են իրար վրա, կոչենք դա պայմանականորեն Տիգրանակերտի ճակատամարտ, հայկական կողմից իհարկե 300,000-անոց մի բանակ է, դա միֆ է, հայոց բանակը իրոք 300,000 էր կազմում, բայց ամբողջ բանակը չէր մասնակցում մի փոքրիկ ռազմական միջադեպի, ինչպես կարելի էր դա ուրեմն տեսնել Տիգրան մեծի աչքերով, հայկական զորքերը տարածված էին ամբողջ կայսրության սահմաններով, մի մասը կայազորային, ուրեմն զորքեր էին, մի մասը
մասը հսկում էին առանձին քաղաքներ, առանձին սահմաններ, հետևաբար հայկական զորքը այնքան էլ մեծ չէր, ինչպես ներկայացվում է հռոմեացիների կողմից։ Միֆը ստեղծելու ժամանակ իրականը եւ միֆականը շաղախվում է իրար եւ իրականը այն է որ այո հայկական բանակը 300,000-անոց էր բայց միֆականը այն է որ այդ 300,000-ը հավաքվել է միտեղ որ հռոմեացիներին ճակատամարտ տալ մյուս կողմից հռոմեական պատմիչները ամեն կերպ փորձում են հռոմեական ուժերի թիվը փոքրացնել իրականում դա շատ ավելի մեծ էր եւ իհարկե այստեղ պետք է հաշվել նաեւ հռոմին դաշնակից փոքր ասիական եւ բալկանյան դաշնակիցներին, որոնք բավական ստվար թիվ էին կազմում, այնպես որ ուժերը գրեթե հավասար են եղել քանակապես եւ պատկերացեք այս պայմաններում ուրեմն պատմիչները, մասնավորապես մեր սիրելի Պլուտարքոսը, հույն ցակումով հռոմեական պատմիչը գրում է, որ հայկական կողմից 100,000 զոհ եղավ, հռոմեական կողմից 5 հոգի չկար, այն էլ երեկոյան 2-ը թե 3-ը լավ չեմ հիշում ներող լինեք ինձ վերադարձան հռոմեական ճամբար սա իհարկե մեծ պատիվ է բերում Պլուտարքոսին որը այնքան ազնիվ է որ կեղծել է այնպես աղբյուրները որ մենք կարողանանք մոտավորապես 1800 տարի հետո այն ավելի աչար գնահատել Տիգրանի եւ Պոմպեոսի հարաբերությունների մասին ինչ հարաբերություններ ունեին նրան այդ կոնտեքստում նաեւ Տիգրան կրտսերի մասին խոսենք, որի մասին բազմաթիվ միֆեր եւ արկածներ են հորինվել եւ ժողովրդի ներկայացնենք թե իրականում ով էր Տիգրան կրտսերը եւ Պոմպեոսի ու Տիգրանի հարաբերությունները ինչ մակարդակի վրա էին Պոմպեոսի եւ Տիգրանի հարաբերությունները շատ բարդ են եղել եւ այդ բարդության մասին մենք կարող ենք դատել վերլուծելով հին պատմագրության տվյալները հին պատմագրությունը իրականում շարադրում է այսպիսի պատմություն որ Պոմպեոսը եկավ Պոմպեոսը մտավ Հայաստանի սահմանները Պոմպեոսը շարժվեց դեպի Վիրք դեպի Աղվանք Պոմպեոսը շարժվեց դեպի Արտաշատ Տիգրան կրտսերը Տիգրան մեծի ժառանգը չգիտես ինչու եւ որ հաջորդ թագավորը ինքն է լինելու ապստամբում է հոր դեմ Տիգրան ուրեմն կրտսերը իր ուրեմն ազգականին քանի որ ամուսնացած էր պարթևական թագավորի դստեր հետ բերում է Արտաշատ փորձում է Արտաշատը նվաճել մի մայրաքաղաք որը շուտով իրենն է լինելու եւ սրանից հետո Պոմպեոսը հաշտարարի դերում է հայտնվում եւ կամ խղճալով կամ ծանրու թեթև անելով որ հայերի հետ դաշնակից լինելը ավելի լավ է քան պարթևների հետ հայերի հետ մեր թվականությունից առաջ 66 թվականին Արտաշատում, որը իբր թե ինքը նվաճել էր, կնքում է Արտաշատի պայմանագիրը կամ դաշնությունը։ Եվ դրանից հետո Պոմպեոսը ուրեմն տիրում է ուրեմն Տիգրանի կայսրության հսկայական մասին եւ Տիգրանին ըստ էության մնում է միայն Հայաստանը, մեծ հայքը։ Սա իհարկե հեքիաթ է որին հավատացել են պատմիչները երկար տասնամյակներ եւ միայն մեր օրերում է որ հաջողվել է փարատել այս ուրեմն հեքիաթի տարբեր հատվածները եւ ուրեմն դրա խորքերում տեսնել իրական զարգացումները եւ իրական պատմական դեպքերի ուրեմն հետևանքները, պտուղները։ Իրականում Պոմպեոսը Եփրատ գետից դեպի արևելք կարող եմ վստահորեն ասել չի անցել իր ուժերով։ Իրականում Պոմպեոսի հիմնական նպատակն էր Միհրդատ եւ Պատորին հետապնդելը եւ վերջ տալ այս մրցակցին, որի ֆիզիկական մահվան ուրեմն միջոցով հռոմեական կայսրությունը կհասներ մինչեւ հայկական տերության սահմանները, դաշնակից լինելով Հայաստանին։ Քանի դեռ այդ անհանգիստ մարդը Միհրդատ եւ Պատորը ողջ էր, նա զանազան ծրագրեր ուներ հռոմեական կայսրությունը որևէ ուրեմն նվաճումներ ամրագրել Փոքր Ասիայում չէր կարող։ Միհրդատ եւ Պատորը պլանավորում էր հյուսիսից ուրեմն սկյութասարմատական ուժերի միջոցով Սև ծովի հյուսային ափերով շարժվելով անցնել ուրեմն Ալպերից դեպի ուրեմն Իտալիայի տարածքը դեպի Լոմբարդիա եւ ինչպես մի օր Հանիբալը սպառնալ հռոմեական կայսրությանը մի քանի կողմերից։ Իհարկե սա հետաքրքիր ծրագիր էր, բայց շատ հետաքրքիր բաներ չեն իրականանում ուրեմն պատմական իրողությունների ուրեմն թելադրանքով։
Հետևաբար Պոմպեոսի հիմնական նպատակը ոչ թե Տիգրան մեծն էր, որը փառավոր կերպով տիրում էր իր կայսրությանը, այլ գրեթե ուրեմն ջարդված մի մրցակից, որը ամեն անգամ Փյունիկի նման հառնում էր։ Հայտնի է ամենայն դեպս պատմական աղբյուրներից, եթե ռեալ վերլուծենք այդ աղբյուրները եւ նախապատվությունը տանք, ասենք հակադիր աղբյուրներից նրան, որի տրամաբանությունը ավելի մոտ է իրողությանը, այն որ Պոմպեոսի ուղարկած մարդիկ ուղղակի դավադրաբար սպանեցին Միրդատ եւ Պատորին։ Իսկ մինչև այդ Պոմպեոսը փորձում էր Հայաստանի հյուսիսային սահմաններով շարժվել դեպի Բոսպորի թագավորություն, սակայն նրան երևի հասկանալ տվեցին, որ խրվելով ճակատամարտի մեջ, ուրեմն Սև ծովի հյուսային ափերին Պոմպեոսը կարող է փոշիացնել իր ուժերը եւ կարող է ուրեմն կնքել իր մահկանացուն վաղ թե ուշ արժանանալու մոտավորապես Լուկուլոսի ճակատագրին, որը քաղաքական առումով դիակ էր, որը ցնորվել էր իր կյանքի վերջին տարիներին, ճաշկերույթներ էր կազմակերպում եւ ուրեմն զարանցում էր ուղակի։ Տիգրան մեծի անունը երևի նրա համար սարսափ էր առաջացնում մղձավանջային երազների ժամանակ եւ արթմնի երազների ժամանակ։ Ապա Պոմպեոսը թե խոշոր կամ փոքր քաղաքական գործիչ էր, որովհետեւ ժամանակակից եվրոպական պատմագրության մեջ տարբեր կարծիքներ են հայտնվում նրա ռազմական հնարավորությունների, քաղաքական ձիրքի վերաբերյալ, այնուամենայնիվ բավական հեռատես մարդ էր եւ հասկացավ, որ բախումը Տիգրան մեծի հետ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հռոմեական կայսրության համար։ Դրա համար Պոմպեոսը ժամանակ անց Տիգրան մեծի հետ կնքեց հաշտություն։ Եվ նաև անպայման պետք է խոսենք Արտաշատի պայմանագրի մասին, դուք ինչ նոր բացահայտումներ ունեք դրա հետ կապված, արդյոք կար այդ Արտաշատի պայմանագիրը եւ այն ինչ էր իրենից ներկայացնում։ Ուրեմն հաշտությունը ներկայացվում է կնքված Արտաշատում։ Դա շատ կասկածելի է, ամենայն հավանականությամբ միայն մի տարբերակ եմ ես տեսնում, որ հաշտությունից հետո, զինադադարից հետո, դեռևս պատերազմը չսկսված Պոմպեոսի հետ, Պոմպեոսի պատվիրակությունը ուղղակի այցելում է հայոց մայրաքաղաք եւ հայոց մայրաքաղաքի ուրեմն սահմաններում, ուրեմն լինում է տեսակցությունը Տիգրան մեծի, որը խուսափում էր Միչայլոց զանազան ուրեմն հռոմեական պաշտոնյաների հետ հանդիպումից եւ սովորաբար դա հանձնարարում էր իր որդուն Տիգրան Կրտսերին, այստեղ կնքվել է մի պայմանագիր, որի կետերը շատ իհարկե այդպես հեղեղուկ են հիմա վերականգնելու համար, սակայն մի բան հաստատ մենք կարող ենք ասել, որ Պոմպեոսը Եփրատից դեպի արևմուտք ճանաչում է միայն մի կայսր, դա Տիգրան մեծն է։ Թե 66 թվականին է կնքվել այդ պայմանագիրը, մենք այդ հարցին պատասխանում ենք ոչ, որտեղ մինչև 64 թվականը ներառյալ մեր թվականությունից առաջ Տիգրան Կրտսերի եւ ուրեմն Պոմպեոսի բանակները, Պոմպեոսի զորավարների տվյալ դեպքում պայքարում են Սիրիայի համար։ Ինչ է այստեղ տեղի ունեցել նորից շատ դժվար է մեզ ասել, զանազան գրավոր եւ հնագիտական փաստեր չունենալու պայմաններում մի բան հավանաբար պետք է պարզ լինել։ Սիրիայում Պոմպեոսի ներխուժումից անմիջապես առաջ տեղի ունեցավ մի հսկայական երկրաշարժ։ Երկրաշարժից հետո բազմաթիվ քաղաքներ ուղղակի կործանված էին։ Եվ Տիգրան մեծի հիմնական անելիքը լինելու էր ուրեմն Սիրիայի քաղաքները վերականգնել եւ զուգահեռաբար հռոմեական ուժերի դեմ կռվելը։ Նա հավանաբար ծանր ու թեթև էր անում։ Արդյոք ֆինանսական առումով, գեոքաղաքական առումով արժե Սիրիայի ծովափնյա մասը դեռևս ամրապնդել իր ետևում, թե սա ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ իր համար։ Սակայն այն, որ ուրեմն ծովափնյա մասը Սիրիայի, որը բլոկադայի էր ենթարկված շրջափակման հռոմեական նավատորմի կողմից, վաղ թե ուշ թույլ չէր տալու առևտրական քաղաքական զարգացման, Տիգրան մեծի Լևանտյան ափերին արդեն պարզ էր։ Եվ Տիգրան մեծի հիմնական նպատակը հավանաբար եղավ Լևանտից, Փյունիկիայից, այսօրվա Լիբանանից եւ Իսրայելի ծովափնյա մասից հեռանալ
իր հետ տանելով այն ինչ որ հնարավոր է, որպեսզի հռոմեացիներին չմնալ, բայց Սիրիայի միջին գոտին պահպանել իր ուրեմն համար։ Եվ ամենայն հավանականությամբ պայմանագրի մեջ ամրապնդվել է նաև սա, որ ծովափնյա մասը անցնում է Պոմպեոսին, որը դեռ պիտի նվաճեր է ծովափնյա մասը սիրիական տարբեր քաղաքներից, իսկ ուրեմն միջին Սիրիան, ի նկատի ունենք ուրեմն Լիբանանի եւ անտի-Լիբանանի լեռների միջև եղած տարածքը, նրանից հյուսիս եւ հարավ, դեռևս մնում էր Տիգրան Մեծին եւ 64 թվականից հետո միայն կնքվել է այս պայմանագիրը։ Պայմանագիրը կնքելուց հետո փաստորեն Տիգրան Մեծը շարունակում էր տիրել իր կայսրության հիմնական մասին, բացի Սիրիայի ծովափնյա մասից, մինչև Ինդոսի ավազան, դա շատ կարևոր է, որովհետև մինչև հիմա կարծում էին, որ Տիգրան Մեծը խեղճանալով, իր թագը գետնին դնելով, հռոմեական ճամբարում մի կերպ կարողացել է փրկել վեհանձնորեն հեռանկար կերպով, ուրեմն մեծ հայքը իրականությունը այդպեսին չէ։ Տիգրանը շարունակեց մնալ Մերձավոր Արևելքի հզորագույն ուժերից մեկը եւ միակ կայսրը, հասկանալի է։ Միևնույն ժամանակ Պոմպեոսի հետ պայմանագիրը իհարկե այնտեղ մենք չենք կարող կետերը իմանալ, որովհետև պարզապես դա կարծես թե վերականգնում է հռոմեական ուրեմն անտիկ պատմիչների կողմից, հավանաբար նաև ենթադրել էր տալիս փոքր հայքի եւ Եփրատից արևմուտք գտնվող ծոփքի մի մասի անցումը Տիգրան Մեծին, եկեղեցի գավառ եւ այլն եւ այդ ժամանակներից սկսած այդ տարածքը միացավ մեծ հայքին, այնպես որ Տիգրան Մեծը եւ Պոմպեոսը այնուամենայնիվ բավական սառը դատեցին այս ամեն ինչը եւ Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի միջև ըստ էության տեղի է ունեցել ոչ թե տաք, այլ ուրեմն սառը դիվանագիտական պատերազմ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են իրենց նվաճումները եւ երկու կողմերն էլ պահպանեցին իրենց ուրեմն պետականությունների կողմից իրենց վստահված ուրեմն դերը եւ տարածքը։ Քաղաքականից անցում կատարենք հասարակական գործունեությանը Տիգրանի օրոք երկրում ինչ հասարակական կարգեր են գործում, ժողովուրդը ինչպես էր ապրում եւ մանրամասնենք նաեւ Տիգրանակերտի կառուցման մասին, ինչպիսի քաղաք էր Տիգրանակերտը։ Օտար աղբյուրները, միակ ժամանակակից աղբյուրները հիմնականում գրել են նրա մասին ինչ որ իրենց հետաքրքիր է եւ չեն գրել հայ հասարակության, հայ պետականության ներքին կյանքի վերաբերյալ այնքանով որքանով դա իրենց անհասու է եղել եւ նաեւ անհետաքրքիր։ Հետեւաբար մեր ուրեմն վերականգնումները պետք է հենված լինեն հիմնականում հնագիտական տվյալների վրա, երկրորդ մեր աղբյուրը այդպես անալոգների ուրեմն ուսումնասիրությունն է, ուրեմն տիպաբանորեն նույն վիճակում գտնվող հարևան երկրների, հարևան բնակավայրերի, ժողովուրդների, էթնիկական խմբերի ուսումնասիրությունը, որոնք նույն ատաղձի ուղղակի մասերն էին կազմում, դրամների ուսումնասիրությունները եւ վերջիվերջո ուրեմն տնտեսագիտական, վիճակագրական զանազան փաստերի ուսումնասիրությունը, որը մեծ բարդությունների հետ է կապված եւ ըստ էության նոր է սկսվում։ Այս պայմաններում կարելի է ասել, որ իհարկե Տիգրան Մեծը ունեցել է մի որոշակի ծրագիր նախ եւ առաջ իր կայսրության միջուկը ակտիվացնելու համար։ Միջուկը նիրհում էր, իսկ այդ նիրհող միջուկը հսկայական ներուժ ուներ, պատկերացեք 4-ից 5 միլիոնանոց հայկական բնակչություն ամբողջ մեծ հայքի տարածքում, անտիկ ժամանակաշրջանում, որը հիմնականում տեղաբաշխված էր գյուղական տարածքներում, գյուղական համայնքներում, դա ազատ բնակչություն էր։ Հայաստանի բնակչության ճնշող մասը ազատ մարդիկ էին, ազատ իրենց մտքով, ազատ իրենց գործունեության հնարավորություններով եւ ազատ իրենց եկամուտներին համայնքի ներսում իհարկե տնորելու ուրեմն առումով։ Եվ Տիգրան Մեծը հասկացավ, որ արևելքի եւ արևմուտքի միջև անհրաժեշտ է ստեղծել մի ուրեմն ծաղկուն միջանցք, որը կարողանա օգուտներ քաղել եւ Չինաստանի, Հնդկաստանի սահմաններից եկող ուրեմն տրանզիտային առևտրից եւ այդ առևտուրը փոխանցի դեպի Միջերական ծովի ավազանը։ Մասնավորապես դրա օղակներից մեկը Մետաքսի ճանապարհն էր, բայց դա միակը չէր իհարկե։ Այս առումով Տիգրան Մեծի հիմնական գործունեությունները եղել են հետևյալը. իր թագավորության սահմաններին կառուցել հզոր քաղաքներ, որոնց մի մասը կոչվել է հենց Տիգրան Մեծի անունով Տիգրանակերտ։
ապա երկրի տարբեր հատվածները իրար կապելու համար ստեղծել մայրուղիներ կամ հզորացնել, ընդարձակել, ավելի աշխուժացնել այն ճանապարհները, որոնք գնում էին արևելքից արևմուտք եւ հյուսիսից, այսինքն Սև ծովի հարավ-արևելյան ափերից դեպի հարավ, այսինքն Պարսից ծոց։ Եվ Տիգրանը ստեղծել է այդպիսի մայրուղիներ։ Հիմա թե Արտաշես առաջինի ժամանակ դրանք եղել են, Տիգրանը դրանք աշխուժացրեց, թե Տիգրան մեծն է, ուրեմն 0-ից դրանք ստեղծել, դա մենք չենք կարող դատել, բայց ակնհայտորեն Տիգրան մեծի ժամանակ ուշադրություն է դարձրել դրանց վրա։ Հաջորդ քայլը եղավ, իհարկե, որը այդ մայրուղիների ստեղծման շարունակությունն էր, մայրուղիների վրա ստեղծել խոշոր առևտրական կենտրոններ, ավաններ եւ քաղաքներ, որոնք շահ էին ստանում նրանից, որ գտնվում են այդ մայրուղի վրա, իսկ մայրուղին կենսականորեն ուրեմն հարստանում էր նրանով, որ նրա բոլոր կողմերում գտնվում են կենթանի կետեր, քաղաքներ, ավաններ եւ գյուղեր։ Եվ ըստ էության Տիգրան մեծը սրանով կարողացավ աշխուժացնել իր ուրեմն թագավորությունը, ուժեղացնելով կապը գյուղերի եւ քաղաքների միջև։ Փաստորեն քաղաքում գյուղատնտեսական աշխատանքից զգալի չափով կտրված մի զանգված զբաղված էր առևտրով, արհեստներով, ուրեմն վարչական աշխատանքով, որին անհրաժեշտ էր կերակրել։ Եվ մյուս կողմից գյուղը ստանում էր աշխատանք։ Նա պետք է կերակրեր քաղաքը եւ դրա դիմաց քաղաքից ստանում էր տեխնոլոգիական նորույթներ, իհարկե անտիկ ժամանակաշրջանի չափանիշներով, ոչ այսօրվա, ստանում էր ապրանքներ, արտադրանք, դրա շնորհիվ մեծ հայքը սկսեց զարգանալ եւ աճել նաեւ թվապես բնակչությունը։ Դրանից հետո Տիգրան մեծը կարողացավ ներարկել իր կայսրության զարգացած հատվածների մշակույթը, տնտեսությունը Հայաստանի միջուկին։ Տիգրան մեծի տնտեսական ու քաղաքական գործունեության վերաբերյալ ավաղ շատ ավելի քիչ տվյալներ են հասել, հիմնականում դրանք անուղակի տվյալներ են, դրանց մասին մենք պարզապես կարող ենք դատել ելնելով նրա ընդհանուր քաղաքականության տրամաբանությունից, որը ցավոք պատմական աղբյուր չի, ուղղակի օգնում է մեզ զանազան վերականգնումների մեջ, ինչպես նաև հնագիտական տվյալների միջոցով, որոնք գնալով ավելի հարստանում են, երկրաչափական պրոգրեսիայով աճում են եւ Տիգրան մեծի ուսումնասիրության հիմնական ուրեմն աղբյուրը ժամանակի ընթացքում դառնալու է հենց հնագիտական նյութը։ Ամենայն դեպս նրա գործունեության պսակներից մեկը կարելի է համարել Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը։ Արտաշատը հզորագույն մայրաքաղաքներից մեկն էր Հայաստանի մի տասնյակից ավել կառուցված, սակայն Տիգրան մեծի տերությունը ձևավորվելու ժամանակ Արտաշատը հայտնվել էր տերության հյուսիսային ծայրամասում, իսկ թագավորը, կայսրը պետք է ունենալով մի քանի մայրաքաղաքներ, իհարկե այդպես էր Տիգրան մեծի ժամանակ, հիմնականում ուրեմն գտնվեր թեժ կետերում, հիմնականում գտնվեր տնտեսական եւ քաղաքական ուրեմն զարգացումների համար ուրեմն առավել ուրեմն կիզակիտային հանդիսացող ուրեմն տարածքներում եւ նա ըստ էության ստեղծեց իր կայսրության երկրաչափական կենտրոնում, դա ժամանակակից Սիլվան քաղաքի տարածքն է, ուրեմն հայկական Տավրոսից քիչ հարավ իր Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Մայրաքաղաքի բնակչության զգալի մասը իհարկե ձևավորվեց նրա 12 հելենիստական քաղաքներից բերված բնակչության շնորհիվ, բայց Տիգրանի եթե ոչ տնտեսական, գոնե մշակութային գաղափարական հենակետը պիտի լինեին հայ բնակիչներ։ Նույնիսկ միջին դարերում, զարգացած միջնադարում վերածննդի ուրեմն դարաշրջանում Տիգրան մեծի այդ գործունեության վերաբերյալ եվրոպացիները, իտալացիները հիացմունքով են խոսում եւ գտնում են, որ Տիգրանը կատարեց մի հետաքրքիր քայլ։ Իհարկե, այստեղ հղում են, ցիտում են Պլուտարքոսին, որը մեծ առավելություններ խոստացավ, մասնավորապես հայ ազնվականությանը, առաջարկեց, եթե նրանք ժամանակին չտեղափոխվեն բնակության Տիգրանակերտ, ապա նրանց անշարժ գույքը կբռնագրավվի։ Հետևաբար մի կողմից Տիգրան մեծը շահագրգռում էր, մյուս կողմից կայսեր ամուր ձեռքով կատարում էր այն, ինչ որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր ազգին եւ անհրաժեշտ էր կայսրությանը։ Հետևաբար Տիգրան մեծի կողմից ստեղծվեց մի խայտաբղետ, տնտեսական, քաղաքական, մշակութային առումով մի քաղաք, որը հելենիստական պոլիսներից մեծագույններից մեկն էր, մասնավորապես եվրոպական եւ ամերիկյան մի շարք պատմաբաններ գտնում են, որ
Տիգրանակերտը հազարագույն քաղաքներից մեկն էր, մեծ բնակչությամբ, 100,000-անոց կամ ավել բնակչությամբ, բայց ի տարբերություն հելենիստական պոլիսների, որոնք աստիճանական զարգացում ապրեցին նաև թվականակի մեջ, Տիգրանակերտը անմիջապես ստեղծվեց մի հարվածով, հետևաբար կարծես թե փորձում են արդարացնել, որ այ Լուկուլոսը, որ ավիրեց այդ քաղաքը, դա եւս մի հարվածով արված բան էր։ Իրականում իհարկե Տիգրանակերտ քաղաքը Լուկուլոսի հարվածներից չի ոչնչացել, քանի որ Տիգրանակերտ քաղաքը մինչև վաղ միջնադար հիշում է զանազան աղբյուրներում։ Տիգրանակերտը իհարկե դրա վերականգնումը հնարավոր է այսօր կատարել, դա ունեցել է պողոտաներ, ունեցել է հրապարակներ, շատրվաններ, տաճարներ, միջնաբերդ, ունեցել է 5 կամ 6 դարպասներ, շրջապատված է եղել ուրեմն Պարեսպից դուրս խոր խանդակով, որը ջրով է լցված եղել, ունեցել է կամուրջներ, որոնցով կարելի էր մտնել այդ քաղաքը, ունեցել է մոտավորապես 15 մետր կամ ավել բարձրությամբ պարիսպներ, պարիսպները բավական լայն էին եւ դրա վրայով 1 սայլ կամ ավելին կարող էին անցնել, ուրեմն ուներ հզոր կայազոր, Տիգրանակերտի պարիսպների մեջ, լայն պարիսպների մեջ ախորներ, ձիանոցներ, զանազան պարիսպներ կային եւ ուրեմն Տիգրանակերտ քաղաքը ուներ հելենիստական գրեթե բոլոր քաղաքներին բնորոշ նաև մշակութային զանազան հաստատություններ եւ դրանցից մեկը Տիգրանակերտի թատրոնն էր, մեծ թատրոնն էր, մենք ենթադրում ենք, որ թատրոնը գտնվում էր Տիգրանակերտ քաղաքի պարիսպներից դուրս, հավանաբար նրա ուրեմն արևելյան կողմում դատելով տեղանքի ուսումնասիրությունից եւ Տիգրան մեծը հատուկ դերասաններ էր հելենիստական աշխարհից հրավիրել, որպեսզի ուրեմն թատրոնի բացվանը նրանք ելույթ ունենային։ Այսպիսի դիմագծեր ունի Տիգրանակերտ քաղաքը, որը միակ պոլիսը հզոր, հետաքրքիր զարգացած պոլիսը չէր Տիգրան մեծի տերության սահմաններում։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, սիրելիներ, այսօր այսքան հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայնի լրատվականի ձայնարատի հայագիտական հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։